Երեք աշխարհի վերջն էր, այսօր էլ է աշխարհի վերջը, վաղը նույնպես աշխարհի վերջը կլինի, հազարավոր մարդկանց համար, ում սրտերը դադարեցին եւ կդադարեն զարկել, աշխարհի վերջը գալիս է ամեն օր, ամեն վայրկյան, աշխարհում ամեն վայրկյան մոտ երկու մարդ է մահանում, ու հաճախ մահը գալիս է առանց զգուշացման, ոմանք մահանում են իրենց մահճում, արդեն հիվանդ կամ ծեր, բայց շատերը հանկարծակի, վթարից, անզգուշությունից, կաթվածից, փողոցն անցնելիս, պատերազմի դաշտում, մոլագարի կամ հանցագործի ձեռքով եւ այլն։ Մարդիկ, ովքեր առավոտյան արթնացել էին, ծրագրեր ունեին, հանդիպումներ, անելիքներ։ Մարդիկ, ովքեր մտածում էին, թե դեռ երկար են ապրելու, բայց նրանց համար աշխարհի վերջը եկավ։ Մարդիկ սպասում են այս աշխարհի վերջին, օրեր են հաշվում, հուշակություններ անում, բայց չեն մտածում իրենց աշխարհի վերջի մասին։ Մինչդեռ յուրաքանչյուր մարդու համար այս աշխարհը դադարում է գոյություն ունենալ իր սրտի աշխատանքի դադարին զուգահեռ, եւ այդ օրը ոչ ոք չի ընտրում, ոչ ոք չի կարող հետաձգել կամ տեղափոխել, ոչ ոք չի կարող կանխատեսել, ոչ հարուստը, ոչ ուժեղը, ոչ երիտասարդը։ Մարդկանց գերակշիռ մասը ապրում է հետոյի վրա թողնելով ամենակարևոր բաները՝ ապաշխարել, ներվել եւ հաշտվել Աստծո հետ, փոխվել, ներել մարդկանց եւ հաշտվել նրանց հետ, բարին նախընտրել չարից։ Այն, ինչից մարդը կառչած է, չի փրկի նրան։ Մարմինը ժամանակավոր է, այն հողից է եւ հող է դառնալու, բայց եթե Աստծուց կառչես, հոգիդ անպայման կփրկես։ Հոգին շատերի կողմից անտեսվածը, բայց ամենակարևորը։ Մկաններն ամրացնելը վատ չէ, ուժեղ մարմին ունենալը մեղք չէ, զուգահեռ ամրացրու նաև հոգիդ։ Հարուստ լինելը մեղք չէ, աշխատելն ու ստեղծելը լավ է, բայց զուգահեռ հոգիդ հարստացրու, ունեցվածքդ թողնելու ես ու գնաս, բայց հոգուդ գանձերը չես կորցնի, դրանք դիզվում են ապահով վայրում, երկնքում։ Արտաքինին հետևելը վատ չէ, բայց մի մոռացիր սրտիդ գեղեցկության մասին, արտաքինն անցողիկ է, սրտի գեղեցկությունը հավերժ։ Այս աշխարհից բացի կան երկու իրական, հավիտենական աշխարհներ։ Դա կատարյալ իրականություն է, եւ դա հերքելով այն չի դադարում իրականություն լինել։ Մի աշխարհը երանելի, աներևակայելի, հրաշալի աշխարհ է, մյուսը դատարկ ամեն բանից, ինչը հաճելի է մարդուն, եւ լի այն ամենով, ինչը սոսկալի է մարդու համար։ Աշխարհ, որտեղ խավար է եւ ատամների կրճտոց։ Աշխարհ, որտեղ չկա Աստված, չկա խաղաղություն, սեր, լույս ու հույս, չկա սպասում։ Երկու աշխարհներ, երկուսն էլ իրական, երկուսն էլ հավիտենական։ Չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե կմեռնեն եւ ամեն ինչ կավարտվի։ Մահը վերջը չէ, մահը միայն անցում է։ Որ աշխարհի բնակիչը կլինես դու, կախված է նրանից, թե ինչպիսի բնակիչ ես այս աշխարհում, ինչն ես արժևորել, մարմինդ թե հոգիդ, որի համար ես առավել հոգ տարել։ Վերանայիր կյանքդ, ապրելակերպդ, արժեքներդ, նախասիրություններդ եւ ցանկություններդ։ Երեք աշխարհի վերջներ, հազարավորների համար, այսօր այն եւս եկել է։ Աշխարհում յուրաքանչյուր րոպե մոտ 120 մարդ է մահանում, եւ այդպես ամեն օր։ Եվ մինչ դու կլսես այս ձայնագրությունը, աշխարհի վրա մոտավորապես 500 հոգու համար կգա աշխարհի վերջը։ Եկեք ապրենք այնպես, որ այդ օրից չսարսափենք։ Մենք բոլորս սիրում ենք այս կյանքը, այն քաղցր է, բայց հավերժ չէ։ Ապրենք, բայց նաև մտածենք եւ հոգ տանենք հավիտենականի համար, այն աշխարհի, որը հայրական անսահման սիրով եւ գորովանքով է արարված, աշխարհի, որի դռները մեր առաջ կբացի նա, ով իր սուրբ արյունով փրկագնեց մեզ։ Նա սպասում է մեզանից յուրաքանչյուրին։